Մարտի 22-ին մահացած ծննդկանի փոքրիկն արդեն ինքնուրույն շնչում է, կարողանում են կերակրել, հանրապետական ծննդատնից փոխանցեցին։ Առողջապահության նախարարության ավելի վաղ տարածած տեղեկատվության համաձայն 40-ամյա կնոջ ինքնազգացողությունը կտրուկ էր վատացել։ Ծննդկանը կորցրել էր գիտակցությունը, կեսարյան հատում էր իրականացվել։ Բարդացած վիճակով պայմանավորված ծննդկանը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, բժշկական կենտրոնից պարզաբանել էին, տեղափոխման ընթացքում էր արձանագրվել սրտի կանգ։ Իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։ Քննչական կոմիտեից լուրերին հայտնեցին, մահվան դեպքի առիթով նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածի հատկանիշներով։ Հանրապետական ծննդատնից դեպքի մասին այլ մանրամասներ չեն հայտնում, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Քննչականից հավելում են, փորձաքննությունից հետո միայն պարզ կդառնա մեղադրյալ կա թե ոչ։ Ինչպես էր ընթանում կնոջ հղիությունը, արդյոք ունեցել էր գանգատներ, առողջական խնդիրներ։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք մահացած ծննդկանի ամուսնուց ճշտել։ Հնարավոր եղավ կապ հաստատել հարազատների հետ։ Նրանք տեղեկացրին, որ ամուսինն այս պահին խոսելու ցանկություն չունի։ Մայրական մահացությունների ցուցանիշով Հայաստանը կարելի է համեմատել զարգացած երկրների հետ, նշում է Առողջապահության նախարարության խորհրդատու բժիշկը։ Մանրամասնում, նախորդ տարի 2025-ին Հայաստանում մայրական մահվան 1 դեպք է գրանցվել։ Մայրական մահացությունը նաև ունի իր գիտական առումով բաժանում խուսափելի եւ անխուսափելի։ Եվ ի պատիվ մեր համակարգին պետք է ասեմ, որ վերջի տարիներին տեղի ունեցած դեպքերը մեր մոտ կդասակարգվեն որպես անխուսափելի մահվան դեպքեր։ Այսինքն դա այն առողջական վիճակն է, որի դեպքում բժշկական միջամտությունը կամ անօգուտ է կամ շատ քիչ էֆեկտիվություն ունի։ Չնայած աշխարհում մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է 100,000 ծնված եւ ապրող երեխաների հաշվով, Հայաստանում հաշվարկը 3 տարվա պարբերականությամբ է կատարվում, քանի որ 1 տարում Հայաստանում 100,000 երեխա չի ծնվում։ Ըստ այդմ 2003-ից 2005 թվականներին մահացել է 22 ծննդկան, 2007-ից 2009-ին 26, 2011-ից 13-ին 18, 2016-ից 18 թվականին 19 ծննդկան։ Այս բարձր մասը դա կոവിഡ്ի այդ շրջանն է 2019-2021, երբ որ մենք ունեցանք շատ դեպքեր, որոնք որ ուղղակի մանկաբարձական չէին, բայց քանի որ հղի կանայք էին եւ կոവിഡ്ի հետ կապված դեպքեր էր, մենք ունեցանք բավականին աճ։ Կոവിഡ്ին հաջորդող տարիներին թվերը նվազում են 2021-ից 23-ին 25, 2022-ից 24-ին 17, իսկ 2025-ին 1 ծննդկանի մահ է արձանագրվել։ Մասնագետի գնահատմամբ վերջին տարիների դեպքերի հիմնական մասը կապված է այլ օրգան համակարգերի հիվանդությունների հետ։ Էքստրագենիտալ, այսինքն ոչ ուղղակի դեպքերն են մանկաբարձական մահացության պատճառներ եւ գնալով այդ թիվը ավելանում է եւ դա ամբողջ աշխարհում է այդպես, մենք էլ այդ աշխարհի տրենդից հետ չենք մնում։ Մինչդեռ արյունահոսությունները, այսինքն տեսեք, ինչ նվազում կա արյունահոսությունների մեջ, շատ մեծ նվազում կա թրոմբոէմբոլիաների մեջ։ Առողջապահության նախարարության խորհրդատուն նշում է, ցուցանիշների նվազումը պայմանավորված է նաև բժշկական ծառայությունների հասանելիության ապահովմամբ։ Կա նախարարության կողմից մշակված արագ արձագանքման այդ համակարգը, որը իրենից ներկայացնում է, որ ցանկացած պացիենտին անհրաժեշտության դեպքում ոչ թե միայն տեղափոխումն է կազմակերպվում, այլ մասնագիտացված խմբի այց է կազմակերպվում եւ այդ մասնագիտական խումբը օգտագործելով թե ցամաքային տրանսպորտ, թե օդային տրանսպորտ, սանավիացիան հասնելով շատ արագ պացիենտին տեղում կողմնորոշվելով անհրաժեշտությունը որոշում է տեղափոխել, ուր տեղափոխել եւ ինչ անել։ Ամսական արագ արձագանքման մոտ 10 այդպիսի դեպք են ունենում եւ կարողանում կյանքեր փրկել, շեշտում է Գրիգորյանը։ Նաեւ միջազգային օրինակն է բերում։ Աշխարհում հղիության հետ կապված խնդիրներից օրական մահանում է 700 կին, այսինքն ամեն 2 րոպեն 1 մահ է արձանագրվում։ Նախարարության ու ոլորտային հաստատությունների նպատակն է, որ Հայաստանում այդ թիվը լինի կայուն 0։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։